stock market-ը ցույց տալ այս վերջին շաբաթվա ընթացքի խոշոր անկում էր արձանագրում, որովհետև նախագահը ասում է 25%-ից 50% որևէ երկիր, որ արտադրանք ունի, ղրկում են այստեղ, այսինքն ներմուծվում է այստեղ, պետք է հարկ վճարեն։ Եվ խիստ stock market-ը փայատերությունը կորուստ էր արձանագրել։ Կարծեք մասամբ մեղմացել է, ուրեմն այսպես տեսնում եք Dow Jones-ը վերադարձավ 674 կետ ուրբաթ օրը հանկարծ այդ փայատերությունը մի քիչ բարձրացավ, տեսնում եք այստեղ S&P 500 խոշոր կորուստ էր ունեցել 117%-ով եւ Nasdaq-ը նույնը բոլորը կորուստ էին արձանագրել, այդ օրը մի քիչ վերադարձավ։ Դեռ չի վերադարձել նախքան այդ հարցերը ինչ որ Թրամփը արծարծել էր եւ ասել հարկեր ենք պահանջում, չի վերադարձել այդտեղ, ուր որ կար մի շաբաթ առաջ, այսպես, բայց եւ այնպես մասամբ հիմա բոլորը սպասում են տեսնեն երկու շաբթի ինչ է պատահելու, արդյոք իրենց փայատերությունը, stock market-ը կորուստ է արձանագրելու, թե վերադառնալու է նորմալ վիճակի։ Իսկ ես հիմա ուզում եմ խոսել ներկայաց, այսինքն Ամերիկայի Սենեթում բաջետը այս երկրի նախագահը առաջարկում է, բայց ներկայացնի տուն եւ Սենեթը պետք է հաստատեն եւ նախագահը եթե ստորագրի, դա կլինի բաջետ։ Հիմա անցյալ տարի, ամեն տարի այս երկրի բաջետը այսպես է տեղի ունենում, որ մինչև սեպտեմբերի 30-ը ներկայացնի տուն Սենեթի անդամը, ներկայացնի տուն իրենց պալատում, Սենեթը իրենց պալատում ասում են, որ ոլորտում ինչքան գումար են ծախսելու եւ ներկայացնի տան մեջ, որովհետեւ մեծամասնությունը ռեփաբլիկաններ են 220 քվեարկեցին այդ ինչ որ Թրամփ առաջարկել էր առանց դեմոկրատների հետ խորհրդակցելու անցկացրին, որտեղ այդտեղ հեշտ էր 215 դեմոկրատներ կա, ուրեմն այդտեղ կարողացան անցկացնեն բաջետը։ Իսկ մնում էր Սենեթը։ Սենեթի օրենքը տարբեր է։ Սենեթի օրենքը այստեղ այսպես է, որ 60, եթե մի հարց արծարծվում է closure, այսպես ֆրանսական բառ, որ ավարտի բերեն։ Եթե 60 հոգի չհամաձայնվեն, որ այս խորհրդակցությունը, վիճաբանությունը ավարտի բերեն, չի լինի ոչինչ հաստատել։ Ուրեմն դա էր հարցը, որ իսկ քիչ հետո պիտի այնտեղ ձեզ ներկայացնեմ, ամենայն դեպս անցկացրին, այսինքն դեմոկրատներ 9 դեմոկրատ մեկ անկախ միացան, որ ասացին էլ բավարար է, չխոսենք մասին, եկեք քվեարկենք։ Եվ հետո այն ժամանակ, եթե պիտի քվեարկեն, մեծամասնության ցանկությունը անցնում է։ Ես հիմա դա է ինչ որ ուզում եմ նախ ցուցադրել ձեզ, որ ինչպես է այստեղ հետո իհարկե քվեարկեցին, որ տեսնում եք 54 հոգի քվեարկեցին, որ անցնի բաջետը եւ 46 հոգի դեմ կանգնեցին, տեսնում եք 54։ Այստեղ իրենց միացան երկրորդ փուլում իհարկե, նախապես ասացի 9 դեմոկրատներ, մեկ անկախ անձնավորություն միացել էին եւ ասացին ավարտի բերեն։ Իսկ հետո որ ավարտի բերին, մեկ ռեփաբլիկան Rand Paul ասաց այս բաջետը հարմար չի, շատ ծախսում ենք եւ ինքը համաձայն չի, սա ռեփաբլիկանն է Քենթաքի, իր հայրը նաեւ ներկայացնի տան անդամ էր, շատ այսպես ուշադիր են, որ երկիրը իրեն սահմանի մեջ իր ինչ որ հարստությունն է, գումար ունի, այդքան ծախսի։ Նահանգները պետք է ինչ որ եկամուտ ունի նահանգը, այդքան գումար կարող են ծախսեն։ Իսկ Ամերիկայի օրենսդիր մարմինը եւ նախագահը, եթե նրանք անցկացնեն նախագահ ստորագրի, ամեն տարի ավել է ծախսում երկիրը, քան թե ինչ եկամուտ ունի։ Այս երկիրը մասամբ եկամուտ ունի հիմա 4 տրիլիոն 900 բիլիոն, այսինքն 4900 միլիարդ երկիրը եկամուտ ունի։ Իսկ ծախսում է այս երկիրը 6.6 տրիլիոն, 6000
600 բիլիոն ծախսում, որ ամեն տարի ավել է ծախսում, քան թե ինչ եկամուտ ունի երկիրը։ Հիմա Թրամփը նախապես ասել է ռիփաբլիկանները, որ մենք պետք է բերենք այնպես անենք, որ ինչքան որ եկամուտ ունենք, այդքան ծախսեն։ Հիմա տեսնում եք այդպես չեղավ, այս բաջետի վրա ուրեմն տեսնում եք, երբ որ առաջին փուլը, որ ասացին, էլ վիճաբանությունը վերջանա, երկրորդ մասում դեմոկրատները մասամբ չքվեարկեցին, բացի մի հոգի։ Իսկ մեկ անկախ անձնավորություն այստեղ տեսնում եք, որ նա նաև քվեարկեց, որ բաջետ անցնի, դրա համար եղավ 54-46, որովհետև մեկ ռիփաբլիկան դեմ կանգնեց այս հարցին։ Ես հիմա ուզում եմ անցնենք տեսանյութին եւ դուք տեսնեք ծախում ում որ տեսնում եք արդարադատության կամ Attorney General դատախազության ղեկավար նախարարն է։ Նախագահ Թրամփը իր հետ է եւ գնաց այդ նախարարությունը, այսինքն Attorney General-ի կամ դատախազության շենքն է որ գնում է։ Սովորաբար նախագահը ընտրում է արդարադատության նախարարին, բայց միշտ իրենք հեռու են մնում, որպեսի արդարադատության նախարարությունը Attorney General-ը մնա անկախ եւ ոչ թե ուղակի նախագահի հրամանի տակ լինի։ Հենց 2017-ին մինչև 18-ը այդ ժամանակ Jeff Sessions նախագահ Թրամփը իրեն նշանակել էր որպես նույն աթոռի համար, Attorney General-ի համար, նա այդ սենատորը առաջի սենատորն է, որ առաջին անգամ որ Թրամփը ոչ ոք չէր հավատում կընտրվի 2016-ին, առաջի սենատորն էր, որ ասաց ես հովանավորում եմ Թրամփին որպես նախագահական տեխնացու, հետո այդ անձը սենատոր էր, իր աթոռը թողեց, եկավ դարձավ Attorney General, նախագահ իրեն որոշ բաներ ասաց ես չեմ կարող անել, ես կթողնեմ այդ հարցը, որովհետև ես պիտի մնամ անկախ, ես որովհետև քեզ հետ կապված եմ եղել, քեզ հովանավորին եմ, չեմ կարող այդպես աշխատանք հրամանը կատարեմ։ Իր տեղակալը կատարեց, Թրամփը այնքան բարկացավ 2018-ին իրեն աշխատանքից հանեց, որովհետև միշտ կրկնում էր, որ ինքը անկախ պիտի մնա։ Jeff Sessions նախկին Republican Senator 2017-ից մինչև նոյեմբեր 2018, բայց այս կինը ինչ որ հիմա Pamela Bondi-ն այդպես չի, նախագահի ինչ որ ասում է, կատարում է իր հետ, տեսնում եք այս նախարարության մեջ է, արդարադատության նախարարությունն եք տեսնում, որ բոլորը մտածում են անհարմար է, որ նախագահ գնում է այնտեղ Department of Justice եւ հետո ասում են մենք պետք է շատերի աշխատանքից անենք, մանավանդ այս երկու անձնավորություն, որ իր անձնական փաստաբաններն էին, որ իրեն Նյու Յորքում տատի էին տվել։ Ես երկուսին նշանակել է արդարադատության նախարարության օգնականներ, այսինքն իրեն նախին անձնական փաստաբանները հիմա դարձել են արդարադատության նախարարներ եւ բոլոր նրանք, որ իրեն դատում մասնակից էին արդարադատության նախարարության փաստաբաններին, բոլորին աշխատանքից հանում են, այսպես մեծ փոփոխություն, որպեսզի իր կողմնակիցները զբաղեցնեն աթոռները արդարադատության նախարարության մեջ։ Տեսնում եք այդ նախկին փաստաբաններն են, որ միցև այդ դատավարությանը մասնակից են եղել, որ երբ որ նախագահին տատի էին տվել։ Սրանք աշխատող են, իրենք ասում են մեզ ով որ ղեկավարում է դեպարտմանը, մենք պետք է ինչ որ ասում են, այդ հետևենք, եթե պատկերացրեք դուք աշխատում եք արդարադատության նախարարությանը եւ նախարարը ասում է այս դատը ուսումնասիրեք, հետևեք, հետո անձը ասի ես չեմ ուզում այդպես դրանք այդ հարցն են բարձրացնում։ Մեզի անձնարարվել էր այդ հարցը, որ հունվար 6 2021 թվին հազարավոր մարդ մտան ներկայացնի տուն սենեթը, այնտեղ մահացան 5 հոգի եւ այդ մարդիկ է որ եկել են ջարդելով մտել են
պալատը, ներկայացների պալատը այդ մարդկանց էին տատի տվել, որ նախագահ Թրամփը այն օր որ ընտրվեց 1600 հոգի, որը տատի էր տրվել, բանդ էին նշանակել եւ այլն, հանեցին, այսինքն ազատեցին։ Ձախում տեսնում եք այն անձն է, որ նշանակվել էր Special Counsel, փաստաբանը, որ Թրամփի այդ անօրինական գործերը, երբ որ դեռ նախագահ չէր դարձել, հետևում էր Սմիթ անունով, որ Լահեի դատարանում աշխատող ամերիկացի փորձառու դատավոր էր, այնտեղ որպես դատավոր էր աշխատում իհարկե, այս անձին ինչ որ տեսնում եք, ինքը բայց նախքան Թրամփը գա գործի գլուխ, այդ աշխատանքից հրաժարվեց ու հեռացել էր, բայց ով իրեն հետ աշխատեն է դատախազության մեջ իրեն փաստաբաններ էին տվել, որ անկախ աշխատի իր հրամանի տակ, բոլոր դրանց նախագահը հանել է աշխատանքից։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից դեմոկրատների մասին, որ քվեարկեցին, որ Թրամփի այդ ցանկացած բաջետը վավերացվի, դրա մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Pri-Med Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Pri-Med Pharmacy գտնվում է Highland եւ Glenox փողոցի Highland եւ Glenox փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում։ Հեռախոսը ձեզ մոտ նշանակեք, շատ հեշտ է, 818 6 000 777։ Եթե դուք տեղերի կարիք ունեք, ուրիշ տեղատուն եք գնում, կողջեք, զանգահարեք եւ փոխանցեք այստեղ եւ ձեր տեղերը կբերեն, ձեր տանը կհասցնեն, անպայման խոսեք իրենց հետ։ Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping ծանոթ ունեք Հայաստան ղրկելու, կարող եք օվկիանոսի ծովի միջոցով ղրկեք ծանոթները, բայց 2 ամիս ու կես, 3 ամիս կարող է տևի մինչև հասնի, ուրեմն այս գալիք զատիկ վա առիթով, եթե նվերներ պետք է ղրկեք ձեր ազգականներին, ձեր բարեկամներին, անպայման օգտվեք իրենց ծառայությունից, որ օդանավով ուղարկում են, իսկ կինը խիստ իջեցրել են, որ մասամբ համահավասար լինի ինչ որ օվկիանոսի միջոցով կղրկեի։ $5 էր մոտարապես իջեցրել են $2.99 pound-ը $2.99 իսկ գումար պիտի փոխանցեք որևէ ուրիշ տեղ այսպես կին գոյություն չունի 3.5% եւ այլն ձեզ charge են անելու այս Երևան Shipping-ը 2 կենտրոն ունի 2 կենտրոնները North Hollywood, Lancashire փողոցի վրա եւ Glendale-ում East Palmer փողոցի վրա է գտնվում Adams փողոցին մոտ է $100 ուղարկեք $1 եք ընդամենը վճարում ոմանք բոլոր զարմանում են ուրիշ նման բիզնեսները չեն կարողանում պատկերացնել իրենք 3%, 4%, 5% charge են անում բայց իրեն միայն $1, $100 ուղարկեք ընդամենը $5 եք վճարելու Երևան Shipping եւ գումար դրամի փոխանցման համար նաև կարող եք գնալ այդտեղ կվերադառնալ։ Ուշադրություն բարեկամներ, Pri-Med Pharmacy-ն ճանաչվել է Լոս Անջելեսում գործող լավագույն դեղատներից մեկը։ Գրանցվելով Pri-Med դեղատուն դուք ապահովված կզգաք ձեզ։ Ձեր բոլոր դեղերը ճիշտ ժամանակին կհայտնվեն ձեր տներում։ Հասցեն 839 West Glenox Boulevard, Glendale։ Երևան Shipping, սենսացիա ստեղ, հա? Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օդանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա? այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա? 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ North Hollywood, Glendale։ Նախագահ Թրամփի նպատակն է, որ
food bank-ից food bank-ը այսպես է որ 2 բիլիոն իրենց գումարից իջեցնեն այս food bank-երը օգնում են դպրոցներին երեխաների ուտելիք տալու համար նաև տարեցներին որտեղ գնում են որոշ տեղերում ուտելիք են ստանում անվճար ուտելիք են ստանում հիմա որոշ դեմոկրատ սենատորներ բողոքում են որ սրանք ամենակարիք ունեցող կարիքավոր խումբն է դպրոցներում երեխաներին ուտելիք տալ եւ տարեցներին որ հնարավորությունը չունեն գնում են վերցնում են օրինակ կալիֆոռնիան 55 այդպես food bank կենտրոններ գոյություն ունի որ ուտելիք է հատկացնում մարդկանց եւ այդ 55 food bank-ից ուրեմն գումարը պետք է պակսի նաեւ կալիֆոռնիան մեկ ուրիշ հարց բյուջետային խնդրեմ ունի կալիֆոռնիան գիտեք բոլոր անօրինականներին հիմա թույլ է տալիս որ իրենք ինչ որ կառավարության օգնություն ստանան օրինակ մեդիկալ այստեղ կոչվում է մեդիկեյդը որ մեդիկալ է կոչվում բոլորը կարող են ստանան օգնություն ստանան կալիֆոռնիայի կառավարության մասին է խոսքը եւ հիմա կալիֆոռնիան խնդրեմ ունի որտեղ այս նահանգը հիմա այն գումարը ինչ որ հավաքում է համեմատ նրան որ ծախսում է գումարի պակաս ունի 9 բիլիոն կամ 9 միլիարդ տրամադրվում էր այդ հարցին Medicaid-ին որ բոլորին illegal են եկել այստեղ Կալիֆոռնիան կորց ունի illegal է եկել ինչ է եղել որևէ կորց ունի եւ օգնում էին այդ անօրինականներին նաեւ հիմա գումարի պակաս ունեն մտածում են 9 բիլիոն կամ միլիարդ հատկացնում են այդպես մարդկանց 3 բիլիոնը մանավանդ կառավարությունը գումարներ որ կտրելու է գիտեք Medicaid-ը նաև գումարը գալիս է կենտրոնական կառավարությունից եւ Կալիֆոռնիայից հիմա նախագահ ցանկություն ունի այդպես ծախսեն գումարները ուրեմն տեսնում եք երկու խնդրեմ որ այդ food bank-երի գումարը կտրվելու է Կալիֆոռնիան նաև բյուջետ ունի մի ուրիշ այդ կրճատումները լինելու եւ կարող է դժվար վիճակ ստեղծվի քիչ առաջ նաև խոսեցի սենեթի մասին որ սենեթի օրենքը ներկայացնի տան օրենքը այսպես է որ քվեարկում են որևէ հարցի մասին եթե քվեարկության արդյունքը սա է որ մի խումբի ցանկություն ավել քվե ունի քան թե մյուս խմբի հիմա ռիփաբլիկան կլինեն դեմոկրատ կլինեն այդ բարձր քվե ունեցող այդպես է բայց սենեթում ասացի այդպես չի նախ պետք է 60 քվե ունենան այսինքն տարիներ առաջ շատ տարի առաջ պետք է 2/3 քվե ունենային մինչև մի հարցը ավարտի բերին հարցը ավարտի եթե չբերեն չեն կարող քվեարկեն շատ օրենքը տարբեր է ներկայացնի տան օրենքից ամենայն դեպս 9 դեմոկրատներ Չակ Շումեր որ դեմոկրատների ղեկավարն է միացավ 34 ուրիշ սենատորներ ասացին մենք չենք ուզում միանանք դրան այս բյուջետը ինչ որ Թրամփը ներկայացնում է սխալ է կրճատումները սխալ տեղ է կրճատել զինվորական բյուջետը բարձրացրելն է ու այսպես բողոքներ ունեին եւ բայց սենեթի ղեկավարը միանա ռիփաբլիկներին ասում է եթե չմիանային կառավարությունը ուրբաթ օրը կես գիշերին երբ որ բյուջետ չունի պետք է դռները փակի կառավարությունը մենակ նրանք կաշխատեին որ զինվորականները սահմանապահները եւ այդ նրանք FAA-ի աշխատողները այս օթանավները կոնտրոլ անող խումբը որ հարկավոր է չի լինի նրանց աշխատավարձը չտալ ու չաշխատեն ուրեմն այդպես վիճակ էր լինելու սենեթի ղեկավար Չակ Շումեր դեմոկրատը որ Նյու Յորքից է բայց դեմոկրատների ղեկավարն է միացավ ռիփաբլիկներին ասաց եթե չքվեարկենք այս բյուջետին ավել դժվար կացություն է լինելու ամիսներ կառավարությունը կարող է փակ լինի եւ ժողովուրդը պիտի տուժի ասաց այդ էր իր պատճառաբանությունը ասացի բոլոր դեմոկրատները
զարմացան, որ ինչու է այս կործանում, եթե ներկայացնի տան մեջ բոլորը միասնական քվեարկեցին ոչ այդ բյուջետի հետ մենք համաձայն չենք։ Հիմա անցնենք առաջ, տեսնում եք իրեն, հետո այնինչ որ ծրագրի սկզբում ցույց տվի, երբ որ ասացին բանակցության ժամանակ ավարտվել է, եկեք քվեարկենք, իհարկե ինքն էլ դեմ քվեարկեց, բայց այդ առիթը ստեղծեց, որ քվեարկեն։ Այստեղ մենք ներկայացնի տան անդամ եք տեսնում, Ալեքսանդրիա Օքազիո-Կորտեզին եք տեսնում Նյու Յորքի ներկայացնի տան անդամներից, որ ասում է, որ այդ սենատի ղեկավարը շատ սխալ աշխատանք է արել եւ ինքը կարող է իր տեխնացությունը տնի, երբ որ այս սենատի դեմոկրատների ղեկավարը նաեւ Նյու Յորքից է 2028-ին իր նստաշրջան ավարտում, ասում այն ժամանակ կարող է ինքը իր տեխնացությունը տնի, որ այն 74 տարեկան սենատի ղեկավարին աշխատանքի ինքը ձեռք առնի։ Նախագահ Թրամփը առաջարկել է Dr. Oz-ին, որ Medicare եւ Medicaid-ի, որ այստեղ մեդիկալ է կոչվում, պատասխանատու կամ ղեկավարը լինի այդ դեպարտմենտի։ Dr. Oz-ին սենեթը պետք է հաստատի, երբ իրեն հարց էին տալիս, որովհետև սրանք միամիտ են, որ անպայման 53 ներկայացների սենեթի անդամները 50-ից ավել պետք է, նրանք ռեփաբլիկան են, ուրեմն միամիտ են։ Թրամփը իրեն ուզում է նշանակի Medicaid եւ Medicare-ի պատասխանատու եւ երբ իրեն հարցրին, որ արդյոք Medicaid, որ այստեղ մեդիկալ է կոչվում, արդյոք կրճատումներ պիտի կատարեց, չպատասխանեց, այսինքն այնքան միամիտ են, որ հարկ չեն զգում, որ պիտի պատասխանեն։ Ձեզ ասացի, որ cloture, որը այստեղ ներկայացնի տան Հաքիմ Ջեֆրիզն եք տեսնում, որ ասում են մենք զարմացած ենք, որ սենատորները այսպես քվեարկեցին եւ անտեղի Թրամփին առիթ տվեն գումարները փոշիացնի, վերացնի, սխալ տեղ ծախսի։ Տեսնում եք այս երկուսը Նյու Յորքից են, տարիներ իրար ծանոթ են եղել, բայց Թրամփ հիմա իրեն գնահատում է, ասում է իր քաջությունը, տեսնում եք գաց եւ քաջ է, որ կարողացավ այդպես քվեարկի ու գնահատում է միշտ անհարգի էր խոսում իր մասին, բայց եւ այնպես այստեղ գնահատում է, երբ որ առիթը ստեղծեց, որ Թրամփի ցանկացած բյուջետ անցնի։ Ես այս հիմա պետք է նաեւ խոսեմ South Africa երկրին նախագահը ասել է, որ ամբասադորը South Africa-ի, Հարավային Աֆրիկայի դեսպան այստեղից վտարեն իրեն։ Հիմա նախագահ Թրամփը բարկացած է, որովհետև գիտեք Հարավային Աֆրիկայի միջոցով է, որ Գազայի հարցը Լահեի դիվանական այդ դատական սիստեմի մեջ բարձրացված է, որպես Իսրայելը ցեղասպանություն, genocide է տեղի ունենում Գազայում կամ Գազայում ցեղասպանություն է տեղի ունենում, Հարավային Աֆրիկան է այդ հարցը բարձրացրել Լահեի այդ դատարանի մեջ, այդ համաշխարհային դատարանի մեջ բարձրացրել եւ սա անսովոր է, սովորաբար երբ որ մի դեպք է պատահում, դեսպան չեն վտարում երկրից, միշտ երկրորդ, երրորդ աստիճանի անձիկին մի քանի այդ տեսակ անձիկին երկրից վտարում են, մյուս երկիրն էլ նույնը անում, ինչ որ այս երկիրը որ վտարելն են այլ անում է, բայց դեսպան վտարելը մի քիչ անսովոր դեպք էր, ինչ որ Թրամփը հրաման է տվել եւ հանել են South Africa-ի կամ Հարավային Աֆրիկայի դեսպանին։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, պիտի շարունակեմ ծրագիրը այդ ժամանակ մեկ աշակերտի համասարան հաճախող Կոլումբիա համասարանի ուզում են երկրից վտարեմ, որ green card ունի, դրան անդրադառնամ
Հետո պետք է ցույց տամ այսօր այս վասկի մարաթոնի մրցությունն է տեղի ունենում Downtown-ից, Dodger Stadium-ից, դա ցուցադրեմ ձեզ, իսկ ծրագիրը հովանավորում է Vivaldi Banquet Hall-ն է հովանավորում։ Vivaldi catering venue եւ catering հովանավորում է ծրագիրը։ 3410 Glendale Boulevard-ում է Brand փողոցի շարունակության է անմիջապես San Fernando Brand հատման կետից մի քիչ ցած է, բայց ամենօրյա ճաշ են առաջարկում։ Եթե դուք ցանկություն ունեք, այս ճաշը 10-ից 12 հոգու համար է, բայց ընդամենը $300 է։ Ռեկլամի մեջ կտեսնեք կամ փորձեք մեկ անգամ, տեսեք չափը այդ ճաշի ինչքան է։ Եթե կանայք եւ տղամարդիկ են, երևի 16 հոգի կարողանա այդ հազիվ դեռ ավել կարողա լինի, այդքան չափը շատ է այս ճաշերի։ Իսկ այնտեղ մենյու ունեն ինչ որ առավել կուզեք ցանկանում եք։ Նաև եթե խնջույք է կազմակերպած, տարեդարձ է կազմակերպած երեխաների համար, 10-ից 12 երեխայի համար ընդամենը $150 է։ Ուրեմն ծառայությունը այս կենտրոնի Vivaldi Banquet venue and catering հեռախոսահամարը նշանակեն են դուք զանգահարեք։ Ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե դուք accident եք ունեցել կամ որևէ վնասվածք եք ստացել ուրիշ հարցով, վայրեկն եւ մեկ բիզնես կենտրոնում, միտեղ այցելել եք, որևէ հարցով, եթե վնասվել եք, անպայման զանգահարեք այս հեռախոսահամարին, փաստաբանի հետ խոսեք, նախնական խորհրդակցությունը անվճար է կվերադառնա։ Post Office-ը 2021 թվին մասամբ Post Office-ը անկախ հաստատություն է։ Նախ որ նախագահ Թրամփը հիմա ցանկություն է Post Office-ը դառնա մի մաս նախարարությունների մեջ, որ ուղղակի կոնտրոլ ունեն։ Բայդենի ժամանակ 2021 թվին 30,000 իջեցրին աշխատողների Post Office-ի աշխատողների թիվը հասավ 640,000 մարդ այս երկրում աշխատում է Post Office-ի համար։ Թրամփը հիմա նպատակ ունի 10,000 առնվազն իջեցնի եւ ոմանք մտահոգ են, որ այդ Post Office կդառնա սեփական մեկի բիզնեսը կարող է դառնա, որովհետեւ ասում են Post Office-ը ամեն տարի բիլիոնավոր դոլար վնաս է տալիս, ուրեմն այդ պատճառով կարող է այսպես ապագայում փոփոխություն լինի։ Մի ուրիշ հարց, որ ես ուզում եմ խոսել, նաև Federal Task Force նախագահ Թրամփը մեկ խումբ հանձնախումբ է կյանքի կոչել, Luttrell անունով մեկ անձնավորության պատասխանատու է դրել, որ սրանք գնան եւ բոլոր նախարարություններում հակա մանավանդ քալեջ համասարաններ եւ դպրոցներ կապ ունեցող համասարաններում մանավանդ դուրս են գալիս հովանավորել գազայի մասին, այսինքն բնակիչների համար ցավ են արտահայտվում այս բոլոր համասարաններում եւ երբեմն բախումներ է տեղի ունեցել։ Հիմա նախագահը մեկ խումբ նշանակել է, որ գնան այդ համասարանները խոսեն։ Նախ որ Կոլումբիա համասարան, որ ամենաբարձրագույն կրթական օջախներից մեկն է, 400 միլիոն բյուջետը, որ պիտի հանձներ, կառավարություն չի տալ։ Եվ դրանց մեջ հարյուրավոր ուրիշը։ Եվ հիմա խումբ է կյանքի կոչել, որ գնում են, օրինակ, գալու են այստեղ Լոս Անջելեսի քաղաքապետի հետ խոսեն, փաստաբանը, Լոս Անջելեսի փաստաբանի հետ խոսեն, LA County դատախազի հետ խոսեն, եւ բոլոր ղեկավարության հետ խոսեն, որ իրենք պետք է ուշադիր լինեն, որովհետեւ հրյա աշակերտներին հալածում են կամ նեղացնում են, թույլ չեն տալիս, պետք է այս հրյաները ազատ գնան համասարան կան, իրենք թույլ չեն տալիս, որ նրանք ազատ գնան, որովհետև երբ որ ցույցեր են կատարում, այս
հրյա աշակերտները մտահոգված են, վախենում են։ Ուրեմն պետք է, եթե ուզում եք կենտրոնական կառավարությունը օգնի, ուրեմն դուք պետք է ուշադիր լինեք եւ չթողեք, որ այդ ցույցերը լինի։ Գիտեք, ցույցերը այս երկրի բողոքի ցույցեր կազմակերպելը առաջին հավելումը օրենքի այս երկրի այս է, որ բողոքներ անձը կարող է դուրս գա բողոքներ ներկայացնի եւ հիմա ոմանք ասում են սա ճիշտ այս երկրի ինչ որ հիմքը տրվել է այսպես է ամենայն դեպս այս խումբը գնալու է խոսի որ հրյա աշակերտները մտահոգություններ չունենան ես հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ որտեղից սկսվեց Dodger Stadium, եթե հիմա ցույց տան, որ այսօր տեղի ունենում մարաթոնն է տեղի ունենում, գիտեք 26 miles կամ 42 կիլոմետրից ավել, սա Dodger Stadium-ն է, այսպես բարձրանալու են, տեսնում եք փողոցները գնում են մինչև Hollywood Boulevard, հետո իջնում են Santa Monica-ն եք տեսնում եւ գնում են մինչև այս վասկը տեղի է ունենալու Century City, ավարտվելու է Century City-ում։ Ուրեմն եթե դուք կարող եք այս շրջաններում, եթե չլինեք, ավել հարմար կլինի մինչև երեկո, որովհետև այս ծրագիր երեկոյան կրկնվելու այդ ժամանակ արջի, բայց ամենայն դեպս այս ճանապարհն է ինչ որ գնալու են Hollywood մինչև Dodger Stadium, Downtown-ի մինչև ինչ որ տեսնում եք այդտեղ։ Ես ուզում եմ շարունակել հիմա խոսել NASA-ի մասին խոսեմ։ NASA, որ կազմակերպել էր հունիսին անցյալ տարի երկու տիեզերագնացներ գնացին այնտեղ, որ այդ տիեզերագնացները գնացել էին մի այսպես կապսուլի մեջ կամ հրթիռով որ բարձրացել էին, դա պատրաստել էր այդ Boeing-ն էր պատրաստել։ Իսկ երբ հասան այնտեղ խնդիրներ ունեցան եւ ասացին, որ վստահ չեն ապահով է, որ այդ տիեզերագնացները հետ վերադառնան նույն այս նավով կամ այս հրթիռով վերադառնան այստեղ մտահոգություն հայտնեցին եւ դրա համար դատարկ վերադարձավ այս Boeing-ի պատրաստած այդ տիեզերանավը վերադարձավ։ Եվ ոչ մի խնդրեմ էլ չունեցավ, հանգիստ իջավ այստեղ։ Բայց եւ այնպես մնացին այնտեղ։ Հիմա մոտարապես 9 ամիս է այնտեղ է եւ հիմա ուրբաթ օրը նոր տիեզերանավ գնա 4 այսպես տիեզերագնացներով, որ մեկը Ժապոնացի է, մեկը ռուս է, երկուսը ամերիկացիներ են, ուրեմն այնտեղ բարձրացնեն եւ որ վերադարձնեն Բուչ Վիլմորին եւ Սանի Վիլյամսը, որ այսքան մնացել են այնտեղ, իհարկե իրենք այդ փորձառություն ունեն, որ երկար մնան։ Այս երկու անձնավորությունները ծախում տեսնում եք եւ այդ կինը որ այնտեղ մնացել են եւ հիմա պիտի իրենք հետ վերադառնան այսօր ահա այսպես 4 տիեզերանավերը տիեզերագնացները կմտնեն այդ Space Station համաշխարհային կանգառը կմտնեն որպեսզի այս երկուսը կարողանան վերադառնան 3:11:30 րոպե հասեն են այնտեղ, բայց այսօր կմտնեն այդ այսպես տեսնում եք ինչ է տեղի ունենում ուսումնասիրությունները շարունակվում է եւ SpaceX Elon Musk-ի այդ ընկերությունն է, որ հիմա այս նոր 4 հոգուն տիեզերանավը կտարեն է այնտեղ եւ իրենց պիտի այդ երկուսին ուրիշների վերադարձնի։ Ես հիմա պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից Los Angeles County-ում քանի մարդ է մահանում եւ ինչ պատճառով են մահանում։ Հետո նրանից հետո պետք է խոսեմ detention center-ներ, որ այս անօրինականների, որ նախագահ հիմա ձերբակալում են,
տանում են այդ կենտրոնները, որ երկրից վտարեն իրենց, դրա մասին խոսեմ։ Իսկ ծրագիրը ովանավորում են դոկտոր Գոր Բարսեղյանը եւ Մահտեսյանը, ովանավորում են ծրագիրը։ Որևէ հարց ունեք ձեր ատամների հետ, լինդի հետ, արյունոսություն ունեք, պրոթեզ պիտի տեղադրեք ատամների, մաքրման կարիք ունի, որևէ ատամը վերաբերող հարցերով զանգարեք այս հեռախոսը համարին, ինչ որ պաստառի վրա երևում է։ Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում այս ատամնաբուժարանը։ Ծրագիրը ովանավորում է Կարավան ռեստորանն է ովանավորում ծրագիրը։ Կարավան ռեստորանը ձեզ է առաջարկում ճաշ, ամեն օր ճաշ է առաջարկում, բայց ավել կարևոր Կարավան ռեստորանը մոտարապես մի քանի ամիս է, որ առաջարկում է հարիսա։ Եթե ցանկություն ունեք հարիսայի, որը հավով հարիսա է սա, կարող եք գնալ ու վերցնել հարիսա։ Կարավան ռեստորան գտնվում է 1108 Գլենոքս եւ Grand View փողոցի հատման կետին շատ մոտիկ է, Գլենոքս փողոցի վրա կվերադառնա։ Ես ուզում ցույց տալ Լոս Անջելես Քաունթիում, որ մենք բնակում ենք, նրանք որ այստեղ չեն կարող են իմանալ Լոս Անջելեսում ինչ է կատարվում։ Մահը միշտ մարդ է մահանում, տարբեր պատճառներով մարդ է մահանում։ Տեսենք, քանի հոգի է այս գավառում կամ Էլե Քաունթիում մահանում։ Ես հիմա այստեղ ուզում եմ ցույց տալ ամիսների, տարիների 2014 թվից սա տեսնում եք մինչև 22-ը, որ լրիվ տեղեկությունը տվեն են, այսպես տեսնում եք մահը, number of death եւ ամեն 100,000-ի համեմատ, ամեն 100,000-ի համեմատ ինչպես է տեղի ունենում number of deaths, այստեղ տեսնում եք, անընդհատ բարձրանում է բնականաբար, իսկ ամեն 100,000-ի համեմատ այստեղ տեսնում եք Լոս Անջելես Քաունթիում նախապես 1596 էր, տեսնում եք այնտեղ 2014 թվին, հետո պատկերացրեք 2016 թվին 1795 էր, հիմա պատճառը քիչ հետո կտեսնեք ինչու այսպես շատանում է, որտեղ միշտ մարդ է մահանում, բայց ինչու շատանում է այսպես, տեսնում եք 2021 թիվ 2021 հոգի մահանում է 2000 ամեն 100,000-ի համեմատ է սա 2018-ին, հետո այստեղ տեսնում եք տարբեր տարիներ բարձրանում է, հիմա մասամբ այսպես մասամբ ավել տանդաղ է բարձրանում։ Հիմա ինչ է պատճառը, որ այսպես է լինում, որովհետև գիտեք սրտի կաթվածքը ամենամեծ պատճառն է մահվանը այս Ամերիկայում։ Հետո ուղեղի կաթվածքը ուրիշ պատճառներ գնում են վիրահատություն լավ չի լինում, ամենայն դեպս բոլոր այդ պատճառներ կա, իսկ հիմա ֆենթանոլ այս արհեստական թմրեցուցիչ կա։ Ինչ ժամանակ թմրեցուցիչները գիտեք բույսերից էր եւ այլն, ինչպես տարբեր թմրեցուցիչներ ինչ որ կա, բայց հիմա ֆենթանոլը արհեստական պատրաստված է, պատրաստվում է Չինաստանում, հետո Մեքսիկոյում հաբերի նման են դարձնում եւ երիտասարդներ եւ անձիկ որ չգիտեն օգտվում են ու այնքան հզոր է, որտեղ քիմիական տեղ է, անձը վերցրելն է, բայց ինքը չգիտի այդ ինչքան հզոր է։ Միանգամից այդ մահվան պատճառն է դառնում, այսպես տեսակ։ Հիմա ես ուզում եմ ցույց տամ պատճառները, որոնք են, ինչ պատճառով է, որ անձիկ մահանում են։ Տեսնում եք այստեղ ամենախոշոր ինչ որ ձեզ ասացի, դրագը ամենախոշոր պատճառն է մահվանը, ինչ որ այստեղ տեսնում եք, այդ կարմիրն է։ Հիմա ֆենթանոլը եկել է նախապես նաև թմրեցուցիչի պատճառով մահանում էին, բայց հիմա տեսեք մի անգամից այստեղ տեսնում եք 2007 թվից հետո տեսեք ուր է գնացել։ Հիմա
կարող է էլի էլ բարձրանա, ասացի 70,000 տարեկան մինչև 100,000 մահանում է, սրտի կաթվածքից կարող է 50,000 մահանան։ Ամենայն դեպս մյուսը տեսնում եք այստեղ ուրիշ պատճառներով որ մահանում են, բոլորը մասամբ նույն մագարտակի վրա է ուրիշ պատճառները։ Այստեղ տեսնում եք ուրիշ մահվան պատճառները, այսպես տեսնում եք օրինակ այս կապույտը տեսնում եք սպանությունն է, որ որևէ պատճառով մեկ ուրիշին սպանում է, հիմա որևէ տեսակնի։ Կարմիրով տեսնում եք այս կարմիրն է, մասամբ նույն է մնում։ Ինքնասպան է լինում անձը, ասացի ձեզ ամենախոշորը դրագ եւ overdose անողներն են, ինչ որ ամենաշատն է տեղի ունենում եւ ուրիշ պատճառներ կորոնավիրուսը հիմա մի ժամանակ մեծ թվով զոհ էր խլում, հիմա այս կորոնավիրուս տեսնում եք 2023 թվից խիստ իջել է մահը կորոնավիրուսի պատճառով իջել է, տեսեք ուր է գնում։ Սրանք պատճառներն են, մահվան պատճառներն են։ Ես ուզում եմ անցնենք առաջ, հաջորդ պատկերը ձեզ ցույց տամ, որտեղ տեսնեք 17% մարդկանց հարցրեն են, արդյոք դուք համաձայն եք Medicaid-ը, Government Health Insurance-ը, որ 70 միլիոն մարդ այս երկրում տարեցները, նրանք որ քիչ եկամուտ ունեն, Medicaid կամ այստեղ medical են ստանում, 70 միլիոն մարդ այսպես է այս երկրում ստանում են, որ արդյոք դուք համաձայն եք, որ կրճատումներ լինի դրանից, տեսնում եք 17%-ն է, որ համաձայն է, ասում է, այո, թողեք Medicaid-ից կամ medical ինչ որ կոչվում է կրճատումներ լինի։ Եվ 42%-ը ասում են, որ մենք ցանկություն ունենք ոչ թե կրճատում լինի, այլ ցանկություն ունենք ավել շատ մարդու այդ առողջապահական ինշուրենսը կառավարությունը տա, որը անվճար է նրանց, որ քիչ եկամուտ ունեն, disable են, տարեց են եւ այլ։ 60% քվեարկողներից տեսնում եք այստեղ, որ համաձայն են առավել վճարվի եւ օգնեն այդ պիսով հանրությանը 60% համաձայն չի, ինչ որ հիմա 880 բիլիոն կրճատում կարող է լինի, բաջեթը 2.4 տրիլիոն էր, նախագահ Թրամփի ցանկությունն է, որ հիմա կանի, թե ոչ, որտեղ ինքը անընդհատ ասում է չեմ կրճատելու, բայց այդ ինչ որ բաջեթը հիմա խոսում են մասին լինելու է 1.5 տրիլիոն, այսինքն 2.4-ից կիջնի 1.5 տրիլիոն, եթե այդ ինչ որ ասում են գործադրեն իհարկե, հիմա դեռ չենք իմանում, բայց խոսվեն է այդ առիթով։ Անցնում ենք առաջ, ուրիշ տեղեկություն ինչ որ ձեզ ուզում եմ ցույց տալ, inflation, թանկությունը, որ տեսնում եք 1965 թվից այսպես էր, մինչև 1979-80-ը հասավ գագաթնակետին Քարթերի, նախագահ Քարթերի ժամանակ, տեսնում եք 14%-ից անցել էր, հետո իջավ, այսպես տեսնում եք նախագահ Ռեգանի ժամանակ իջավ, այսպես մասամբ անընդհատ թանկությունը բարձրանում իջնում է, այստեղ եկանք հասանք նաև Ջորջ Բուշի ժամանակ բարձրացել էր, հետո Օբամայի ժամանակ իջել էր, հետո նորից բարձրացավ, հետո իրենից հետո Թրամփն է եկել, ամենայն դեպս, բայց եմ այնպես թանկությունը սահմանափակված էր մոտարապես 4% եւ ավելի քիչ էր։ Սովորաբար ամենա գերազանց վիճակը այն է, որ ինչ որ հիմա կենտրոնական բանկը ցանկանում է 2%-ի մեջ լինի թանկությունը։ Բայց ամենայն դեպս տեսնում ենք այստեղ նաև Բայդենի, այսինքն Թրամփի ժամանակ խիստ բարձրացավ կորոնավիրուսի պատճառով։ Դե չէ իր ժամանակ նաև թանկությունը իջել էր 2%-ի մոտ էր կամ ավել քիչ էր, իսկ կորոնավիրուսի պատճառով բարձրացավ, իր նստաշրջանի ժամանակ մի քիչ իջավ ու Բայդենի ժամանակ ավել իջավ, այս թանկությունը իջավ եւ տեսնում եք հիմա Թրամփը եկել է անցյալ ամիս
առաջի փետրվարի մասին, որտեղ մարտը դեռ չենք ավարտել, որ տեղեկություն ունենանք, ամենայն դեպս փետրվարին այդ մի ամիսը, որ նախագահ Թրամփը լիիրավ ամիսը աշխատանքի եղել, տեսնում ենք հասցեն է թանկություն հասցեն է 2.8%-ի փետրվարում տեսնում եք, որ մասամբ շատ լավ է, բայց ցանկությունը սա է, ասացի, որ հասնի 2%-ի։ Դրա համար է կենտրոնական բանկը ասում է մինչև 2%-ի չհասնի, այդ ինչ որ կենտրոնական բանկը պարկ է տալիս բանկերին, որ ժողովրդին հանձնեն, ասում են մենք չենք իջեցնելու տոկոսները, մինչև ավել իջնի։ Ես ուզում եմ նաև ցույց տալ Ամերիկայում դուք այստեղ ինչ որ տեսնում եք detention center-ները, immigrant-ների detention, երբ որ անօրինական եկեն են ձերբակալում են մանավանդ հիմա, այս detention center-ները մեծամասնությունը ինչ որ տեսնում եք private ընկերություններ են, այսինքն մեկի բիզնեսն է, այդ բանդը անձի բիզնեսն է, այս երկրում շատ կա այդպես որ բանդը անձնական բանդ է, որ կառավարությունը հանձնում է իրենց եւ իրենք պահում են բանդարկյալներին։ Տեսնում եք այստեղ տարբեր անունների տակ տեսնում եք, տարբեր սրանք բիզնեսներ են, այն երկուսը private են, public կապույտով եք տեսնում, տեսեք կապույտով ավել քիչ կա, քան դաս գունավորները ավել մեծ բանդեր են, քան թե կառավարությանը եւ տեսնում եք այս մեծությունն է ցույց տալիս 200 այսպես է, եթե 2000 այդ բանդում են, տեսեք այս private-ները, տեսեք ինչքան մեծ բանդեր են լրիվ Ամերիկայում է, Կալիֆոռնիայում նաև գոյություն ունի, այն վերջում տեսնում եք Թեքսասում շատ գոյություն ունի, տեսեք այդ բանդերը մեծամասնություն կենտրոնացած են անձնական սեփական բանդերը, տեսեք կենտրոնացած են այս շրջաններում Թեքսաս, Լուիզիանա, այսպես տեսնում եք Ամերիկայի այդ բանդերը ինչ որ գոյություն ունեն։ Ես հիմա նաև պետք է խոսեմ Կոլումբիա համալսարանի աշակերտ, որը այս երկրի իմիգրանտ է եղել, բայց հիմա green card ունի, այսինքն իրավունք ունի այս երկրում լինի։ Իր կինը Ամերիկուհի է, այսինքն citizen է եւ 8 ամիս հղի է։ Այս տղան, որովհետեւ Կոլումբիա համալսարանի ամենաբարձրագույն կրթական օջախներից մեկն էր, ինքը ցույցերի էր մասնակցում, երբեմն խոսում էր, բացատրում էր ցույցերը ինչ նպատակով են, որով գիտեք այս Գազայի 93%-ը Իսրայելը հողի հետ ավասարներն է, հիմա թեև գիտեք դեռ Համասը իր մոտ ունի հրեաներ, որ ձերբակալված են, բայց Նաթանյահուն այսօր նաև երեք նաև ռմբակոծում այդ տարածքը թեև համաձայնագիր են ստորագրել, որ զինադադար լինի, բայց նա ռմբակոծում է դեռ շարունակում է, իրեն համար թվում է, որ այդ է ձեռք տալիս, որովհետև եթե պատերազմը կանգնի, մեծ հավանականությամբ Նաթանյահուն չի կարող մնա Իսրայելի վարչապետ։ Այնտեղ մեծ թվով մարդիկ դուրս են գալիս, ասում են մենք ուզում ենք, որ պատերազմը դադարի եւ մեր բանդարկյալները հետ վերադառնան, քանի որ ողջ են, որովհետեւ 40 այդ բանդարկյալներից, որ 242-ին 100 անգամ մեկ անգամ ազատեցին, հետո բարբերաբար 33 ազատեցին, թվում է որ 40-ը արդեն մահացել են այդ բանդարկյալներից։ Ժողովուրդ ցանկությունները մնացածը հետ վերադառնան, տեսեն իրեն ազգական բարեկամները ողջ են, թե ոչ։ Այսպես է, ես հիմա ուզում եմ ցույց տալ այս Մոհամմադ Խալիլ երիտասարդն է այդտեղ, տեսնում եք համալսարանի պրոֆեսորներ եւ անձիկ դուրս են եկել, սա անցյալ տարի էր ապրիլին, իսկ հիմա նաեւ դուրս են եկել, որ երբ տեսան այդ ձերբակալներն են մեկ ուրիշ անձի նաև, հիմա երկրորդ հոգուն են West Bank-ից, այստեղ ձերբակալել են New York officer, որ ասում են այստեղ վիզա է ունեցել, ավել երկար է մնացել, բայց մյուս ասացի այստեղի green card ունեցող անձնավորություն է եւ ասում է, որ այդ
հիմա անվանում են Համասի համար։ Իրենք չեն գալիս ասեն մենք Համասի համար ենք, մենք դուրս են գալիս իրենք ասում են պաղեստինցիների համար, բայց Թրամփի վարչակազմը հիմա բոլորին ասում է, որ սրանք Համասի համար են դուրս եկել, որպեսզի կարողանան մի օրենք, որ 1780-ական թվականներին էր, այդ հիման վրա երկրից վտարեն այս անձնավորություններին եւ ինչ որ ձեզ նախապես այս Մոհամմադ Խալիլին եք տեսնում, որ ասացի կին ունի, կինը հղի է, երեխա պիտի ունենա շուտով, այստեղ տեսնում եք եւ պիտի վտարեն։ Այս Նյու Յորքում էր, նախ տանում են Նյու Ջերսի, հետո տանում են տեսնում եք արտգործնախարարներ, հետո տանում են իրեն Լուիզիանա բանդարկված է առայժմ եւ այս արտգործնախարարն է Ամերիկայի, որ ասում է իրեն այդ այսինքն չեն ընդունում իրեն, որ այստեղ մնա 250 միլիոն NIH-ը national այս ասում է 400 գրանտ են տվել այդ համալսարանի աշակերտներին եւ իրենք հակահրյա են, այստեղ տեսնում եք anti-semitism եւ այդ 250 միլիոնը չեն հատկացնելու ընդհանուր գումարը 400 միլիոն է իհարկե որ այս աշակերտները հրյա աշակերտներին համալսարանի մեջ ուրեմն խանգարում են որ նրանք չեն կարողանում ազատ գնան համալսարան վերադառնան ուրեմն այդ գումարները եւ այսպես 100-ից ավել համալսարանները որ նախագահ ասել է ձեր բյուջետ կկտրեմ եթե չօգնեք որ ապահով վիճակ ստեղծեք հրյա աշակերտների համար Ես պիտի Տաթար վերցնեմ, երբ վերադառնամ Տաթարից շարունակեմ ծրագիրը 7-Eleven-ի մասին պիտի խոսեմ, հետո մեկ դպրոց կամ աշակերտներ, որ գիտար ունեին, նվագարան ունեին, հրդեհվեդ է, այդ մասին պիտի խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսին հովանավորում է ծրագիրը, աչքի վիրահատող է Այսինքն որևէ հարց ունեք աչքի վիրահատողել, լենզ կարող եք ցանկություն եք տեղադրելու, ագնոցի կարիք ունեք, իրենց հասցեն փոխվել է։ Հիմա գտնվում են 240 South Jackson փողոցի վրա են գտնվում Գլենդելում, բայց 240 South Jackson հեռախոսահամարը զանգարեք, ձեզ կհիշեցնեն նաև հասեն։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը, Hollywood Piano-ն Ամերիկայի ամենախոշոր դաշնամուրի խանութն է կամ ամենամեծն է Կալիֆոռնիայում ամենախոշորն է առանց կասկած, որովհետև այս խանութի մեջ որ 25000 square foot խանութ է 100-ավոր դաշնամուր կա այնտեղ նոր եւ օգտագործված, որ ձեր ցանկությունն է $100,000-ից մինչև $500,000 գեղեցիկ դաշնամուրներ կարող եք գտնել այդտեղ Hollywood Piano-ն 1928 թվականից աշխատում է Ռաֆիզ մարքեթն է հովանավորում, եթե դուք պատրաստի ճաշ ունեն իրեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու, իսկ Ռաֆիզ մարքեթը աշխատողների կարիք ունի, մեծ թվով աշխատողի կարիք ունի, զանգահարեք այս հեռախոսահամարին, եթե չեն պատասխանում, պատկամ թողեք, կպատասխանեն, ամեն վայրկյան այդտեղ մեկը չի կարող ձեզ հետ խոսալ, որտեղ ուրիշների հետ էլ խոսում են Ուրեմն զանգարեք պատկամ թողեք այստեղ։ Court Furniture-ն է հովանավորում ծրագիրը։ Ամերիկայի ամենախոշոր furniture-ի խանութն է սա։ Սրանից մեծը գոյություն չունի, 100 խանութ ունի Ամերիկայում։ 339 Գլենդելում, 339 North Central եւ Մրթել փողոցի հատման կետում է գտնվում։ Իսկ Orange County-ում գտնվում է նաեւ 405 freeway-ի մոտ է Euclid եւ 405 freeway-ի ճիշտ հատման կետում է գտնվում, նաեւ Santa Ana-ում ունեն։ Եվ զանգարեք տեսեք որը կլինի ձեզ մոտ, սա պատկանում է Warren Buffett բիլիոնատերի, որ իր ամենափոքր բիզնես այս 100 խանութն է։ Նոր մատրես գնելիս անպայման այցելեք այստեղ, կվերադառնա 7-Eleven խանութները Ամերիկայում 8450 խանութ ունի 7-Eleven, իսկ աշխարհով մեկ 85000 խանութ կա 7-Eleven։ 7-Eleven-ը
պատկանում է ժապոնական կամփանի է, տերերը ժապոնացիներ են, բայց մեծ թվով Ժապոնիայում խանութ ունի, Հարավային Կորեայում խանութ ունի եւ նաեւ Ամերիկայում, որ ինչ որ ասացի, ցեզ 8450 խանութ ունի։ Այս վերջին ժամանակներում իրենց բիզնեսը նվազել էր եւ եթե հիմա գնում եք, տեսնում եք մի ժամանակ է, որ 7-Eleven-ը սկսել է ուտելիք նաեւ այդտեղ ուտելիքը կարող եք գնեք, ինչպես հատդագ են տալիս ուրիշ եւ ուզում եմ այստեղ ցույց տալ։ Որոշ խանութներ իհարկե նախապես կատարում են այդ գործը, բայց հիմա բոլոր խանութներին առաջարկել են մենեջմենթը, որ անպայման բացի այս 4.3%-ով իրենց բիզնեսը իջել էր եւ հիմա վերականգնելու համար տեսնում եք ավելացրել է սնեք է բերել եւ նաեւ սառնարանում refrigerated food, սառացրած ուտելիքներ 6.7%-ով իջել էր, այսպես տեսնում եք, իսկ հիմա տաք ճաշ մասամբ կամ սանդվիչներ, այստեղ տեսնում եք, սանդվիչն է ինչ որ 7-Eleven-ում պատրաստում են, որովհետև Circle K ճիշտ իրեն նման է, մրցակցում է իր հետ, նրանք վաճառում էին, իրենք նաև սկսել են, հիմա 30% իրենց 7-Eleven-ի աշխատանքը այդպես է, որ հատդագ են տալիս, ուրիշ պիցա են վաճառում, հատդագ են վաճառում, որ կարողանան վերականգնեն խանութների այդ վիճակը։ Իսկ ես ուզում եմ շարունակել խոսել մեկ կենտրոն, որը կոչվում է հենց մեզ մոտ այստեղ Art Magnet School այս Art Magnet School Pasadena-ի շրջանում Altadena-ի մոտ է այդ դպրոցը հրդեհվում է շենքը եւ այս դպրոցի աշակերտների բոլոր այդ ինչ որ ունեին գիտար ունեին ջազի ինստրումենտի այդ կտորներն ունեին ուրեմն հրդեհվում է ուրեմն մեծ խանութ կա Ամերիկայում է Guitar Center նրանք գալիս են եւ խոստում են տալիս։ Հիմա ես ուզում եմ ձեզ ցույց տալ, տեսնեք ինչ են խոստանում։ Այս հրդեհն է ինչ որ տեսնում եք այդ դպրոցը լրիվ հրդեհվեց։ Տեսնում եք դասարանն է, նստարանները տեսակ, բան չի մնաց այս դպրոցից։ Հիմա այս երեխաներին, հիմա որ գիտար ունեին, փորձում էին, աշխատանք են կատարում, ամեն ինչը հրդեհվել է իրենց։ Իսկ հիմա այս Guitar Center-ը տեսնում եք ուշչույն ասում է ձեզ համար Guitar Center-ը նվեր ունի, ահա նայեք, տեսնում են լրիվ նոր գիտար, ով ինչ կորցրել է կարող է այդտեղ վերցնի, տեսնում եք այստեղ ջազի ինստրումենտն տեսնում այդտեղ, եւ ուրախության պատճառ են դառնում այս երեխաներին։ Իսկ ես ուրիշ հարց, որ ուզում եմ հիմա խոսել, մեկ պատվելի, ճանաչված պատվելի, հիմա ինքը հրաժարվեց, Ռոբերտ Մորիս անունով, որ նախագահ Թրամփին շատ մոտ է, այս պատվելին, օրենջ, այսինքն Թեքսասում ամենախոշոր եկեղեցիներից մեկն ուներ, որ գալիս էին իրեն լսելու տարիներ, տասնյակ հազար մարդ գալիս էին մենակ լսելու ռադիոով, տելևիզիոնով, ծրագիրներ ուներ, շատ ճանաչված անձնավորություն էր։ Իսկ նախապես եղել էր Օքլահոմա քաղաքում, երբ որ երիտասարդ պատվերներ եղել։ Հիմա ասացի շատ ճանաչված, իհարկե հանգիստ հրաժարվեց եկեղեցիից, մի տարի մոտարապես հրաժարվեց եւ հիմա տատ են բացարել որովհետև 1982-ին ինքը եկել էր եւ խոստովանել էր եկեղեցու մեջ, որ ես նաեւ բոլորս մեղք ենք գործում երբեմն եւ ասել երիտասարդ ժամանակ մեղք եմ գործել, ես չէր ստակացրել ինչ է մեղքը, բայց եւ ասեն էր այդպես։ Ամենայն դեպս այս աղջիկը 12 տարեկան, որ հիմա կին է, արդեն այն ժամանակվանից 42 տարի անցել է, հիմա դարձել է 50 քանի տարեկան կին, տատ է բացարել Օքլահոմայում տատը բաց է նարել, ես ուզում եմ ցույց տալ Ռոբերտ Մորիսին տեսնեք, այս աչում տեսնում եք, ճանաչված նախագահ Թրամփի խորհրդատու
հաճախ իրեն հանդիպող։ Ուրեմն այստեղ տեսնում եք իրեն այդ indictment կամ մեղադրանքը, որ աշխատել է երեխի հետ հարաբերություն ստեղծի եւ մեղադրանքն եք տեսնում սա այդ երիտասարդ աղջիկն է, որ հետո գալիս է եւ ասում է ես եմ եղել այդ երիտասարդ ժամանակ այդ պատվելին եք տեսնում, երբ որ այդպես մեղադրանքներով հիմա մեղադրում այս կինն է, որ ասում է ես երեխա էի, ինքը ինձ հետ հարաբերություն ուներ եւ միշտ ինձ ասում էր, որ երեխայի չգնաս տունը ընտանիքիդ այդ մասին չասես։ Ինքը ասացի հիմա Տեքսասը երկար տարի առաջ պատահել այս 40 քանի տարի առաջ, 3 տարի առաջ Օքլահոմայում, հիմա տատը բաց են արել Օքլահոմայում, որտեղ եթե Օքլահոմա չեն ապրում, կարող են տատը բաց անեն, old statue գտերեն, որ իրեն տատի տան մեկ երիտասարդ աղջկա հետ այդ իր ինքը ասեն է, այստեղ տեսնում եք, այստեղ բացատրում է, որ երիտասարդ էի, ես այսպես մեղադրանք եմ ունեցել սեպտեմբերի 2017-ին, մոտարապես 8 տարի առաջ։ Հիմա եկեղեցին, Gateway եկեղեցին, որ ինքը հիմնադիրներից է եղել, գիտեք եկեղեցիները non-profit են, այսինքն կազմակերպություն է եկեղեցիները, ինչ որ կառավարում են, եկեղեցին ասում է, որ իրենք շնորհակալ են, որ արդարությունը այստեղ կլինի եւ մեղավորը պետք է հաշվետվություն տա իր մեղքերի համար, ասում այդ եկեղեցին, որտեղ ինքը ծառայում էր տարիներ, երկար տարիներ ծառայում էր եւ տեսակ սրահը եւ միլիոնավոր մարդ նաեւ հետևում էին ինտերնետով եւ ուրիշ հարմարությունով ամենաճանաչված պատվելիներից մեկը եւ շատ մոտիկ նախագահ Թրամփին հաճախ Թրամփը գնում էր իր մոտ կամ իրեն խնդրում էինք հանդիպում էր այդ եկեղեցական արարողությունների համար, աղոթների համար կապի մեջ էր Թրամփի հետ։ Ես ուզում եմ հիմա ցույց տալ մարդիկ սկսեն են մեքենա գնել, որովհետեւ այս թերիֆը հարկը ինչ որ պահանջում է նախագահ Թրամփ ասել է 25%, հետո կարող է 50% լինի կամ 200% լինի, այդ ինչ որ եթե մի բան ներմուծվում է, այստեղ պետք է հարկ տան, մեքենայի գինն է, որ բարձրանալու է, շատ է բարձրանալու։ Եթե ինչ որ ասում է, կատարի, որտեղ Թրամփը հաճախ մի բան ասում է, հետո չի կատարում կամ ուրիշ բան է անում։ Այսպես հիմա միասին տեսնենք, տեսնում եք Honda-ը սա մեքենայը կամ ուրիշ մեքենաներ, սրանք որ դրսից գալիս են, մանավանդ եթե իրեն մեջ օգտագործված է երկաթը, պողպատը, ալյումինիում է օգտագործված, անգամ եթե այստեղ մեքենան պիտի պատրաստեն, եթե դրսից պիտի գա այդ ալյումինիումը եւ այլն, ուրեմն 25% պիտի հարկ տան։ Եթե դրսից մեքենա է գալիս, դա ուրիշ է, եթե այստեղ նաեւ պատրաստում է։ Honda-ն օրինակ կամ շատ մեքենաների ընկերություն տեսնում եք Մեքսիկոյում են պատրաստվում, Կանադայում են պատրաստվում եւ հիմա այս թերիֆը ուրեմն պետք է ազդի մեքենայի գինը կավելանա, նոր մեքենան կարող է միջին 12000 օգտագործվածը առնվազն 4000 գինը բարձրանա մեքենաների այս երկրում անկախ ինչ տեսակ է։ Հիմա եթե պիտի մեքենա գնեք, օգտագործված կամ նոր մեքենա պիտի գնեք, նկատի առեք, որ դուք կարող եք վճարեք նախ այդ payment-ը եւ մենակ մեքենայի payment-ը չի լայսենսի համար, գիտեք հիմա շատ թանկացած է նաեւ լայսենսը եւ insurance-ը Կալիֆոռնիայում շատ բարձրացած է։ Բենզին պիտի լցեք, insurance պետք ունեք, plate-ի ստիկերների փողը պիտի տակ, եւ եթե finance-ը կարեն, այդ finance-ը ինչքան է, բոլորը նկատի ունեցեք, որ չկորցնեք ձեր մեքենան, որտեղ այս վերջին ժամանակ թվով հիմա ավել շատ կորուստ կա մեքենայի,
որ ռիփո են անում, գալիս են որտեղ անձը չի կարող վճարի, մեքենան տանում են, քան թե անցյալում։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարի շարունակեմ ծրագիրը, այդ ժամանակ 20 տարեկան մի տղա, որ բանդար, այսինքն 32 տարեկան տղա, որ 20 տարի բանդարգված է եղել, եւ ես ձեզ զեկուցեցի մի քանի օր առաջ, ավելյալ տեղեկություն մի քիչ կա, պետք է ձեզ այդ մասին խոսեմ։ Իսկ ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը։ Անդրե Ղարիբյան ձեզ է առաջարկում, եթե bankruptcy պիտի ֆայլանեք, եթե հրդեհ է տեղի ունեցել, ձեր բնակարանում կամ բիզնես տեղում, կամ accident եք ունենում, զանգարեք այս հեռախոսահամարին եւ իր հետ խորհրդակցեք։ Նաղաշ լավաշն է հովանավորում ծրագիրը։ Նա վարատուն է գնում այս տեսակը վերջեք, նաղաշ լավաշ։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Էբրահիմի հովանավորում է։ Եթե թաթի տակ, թաթի վրա, ոտքի վրա վերք են լինում, չի լավանում, քայլում եք շնչասպառ եք լինում եւ ուրիշ այսպես հարցեր ունեք, քայլելը շատ հարկավոր է ամեն մարդու համար, եթե հնարավոր չի, խնդրեմ կա ուրեմն, զանգարեք, ժամադրություն վերցրեք։ Իրենք գրասենյակները գտնվում Orange County, Commerce, Encino, Glendale։ Glendale-ում 616 East Glenox փողոց։ Ծրագիրը հովանավորում է նաև պարոն Էդվարդն է հովանավորում։ Բիզնես ունեք, դուք բիզնեսի տեր եք։ Ձեր բիզնեսը ցանկություն ունեք վաճառելու, որևէ պատճառով բիզնես ցանկություն եք վաճառելու, զանգահարեք եւ իր հետ խորհրդակցեք։ Հեռախոսահամարը ձեզ մոտ նշանակեք, եթե բիզնես ունեք, երևի մի օր ձեզ կարիքը կունենաք իր հետ խորհրդակցելու կվերադառնա։ Ես ձեզ այս շաբաթ հաղորդեցի, որ Waterbury Connecticut-ում մի 32 տարեկան տղա, որտեղ 20 տարի այս սենյակի մեջ բանդարկված էր երկրորդ հարկում, իր հայրը, երբ 2 տարեկան է լինում, բաժանվում է կամ հայտնի չի մայրը ուր է գնում, իսկ հայրը ամուսնանում է մեկ ուրիշ կնոջ հետ է ամուսնանում։ Եվ հայրը հետո հաշմանդամ է դառնում, ուրեմն wheelchair-ի վրա է լինում, այդ կալասկեի վրա է լինում հաճախին այդպես էր 2024 թվի հունվարին հայրը մահանում է։ Ու այս տղան ասում է, որ մեծանում էի, մինչև 11 տարեկան դպրոց է գնացել։ Եվ դպրոցում միշտ աշակերտները բողոքում էին, որ իրենց պայուսակից, երբ որ տնից այդ ժամանակ ճաշ էին բերում, ուտելիք էին բերում, այս երեխան կողանում էր։ Բայց իրան ուտելիք չէին տալիս, ստիպված էր լինում այնտեղ մի բան գտնի, որ ուտի։ Եվ այսպես պատկերացրեք մեկ անձնավորություն, որ 5 ֆիտ 9 ինչ բոյ ունի, 173-4 սանտիմետր բոյ, 68 փաունդ է այս տղան, մոտարապես 31 կիլո։ Դուք պատկերացրեք, այդ բոյը կա մախք, ոսկոր եւ մաշկը։ Ոսկորի վրա մաշկ են դրել, պատկերացրեք, այսպես վիճակ է ունեն։ 11 տարեկանից դպրոց չի գնում, այստեղ եթե երեխան հետո դպրոց չի գնում, գալիս են տանը։ Ահա այսպես իրեն հարցնում են նաև դպրոցում, երբ որ շատ ուտելիքը գողանում էր, իրեն հարցնում են, որ տանում ինչ է պատահում, վախենում է ինքը միշտ ասեր, վախեցած էր, անգամ գալիս են իրենց տունը նայելու, տեսնում են ամեն ինչ օքեյ է այդ ժամանակ։ Իսկ այս դուրը, որ պետք է դուրս գար, հետո աստիճաններից իջներ, ասում են իմ տարիքս որ բարձրանում էր, ավել շատ կողպեկներ էին տնում, ավելացնում էին այդ կողպեկները, որպեսզի ինքը ավել ուժեղանում է, չկարողանա սենյակից դուրս գա։ Օրը ասում եմ մի փոքր ճաշ էին տալիս եւ 2 բաժակ ջուր, որը ստիպված է եղել այդ պետքարանի կամ զուգարանի այդ բոլի մեջից, գիտեք այստեղ ամերիկյան ձև է, ջուր կա մեջ, ստիպված է լինում այդ ջուրից խմի հաճախ, որ հագենա այդ ծարավը կարողանա տոկա, այսպես է լինում։ Մինչև մի ժամանակ առաջ կարողանում է մի լուցկի նման մի բան գտնի ու մտածում է, սա ասացի այս տարի է տեղի ունեցել, հայրը հունվարին մահացել է,
ու մտածում եմ որ իմ մենակ փրկությունը երևի սա է որտեղ ոչ ոք չի տեսնում եւ գիտեք ասացի դպրոցի այդ աշակերտ չի գնում գալիս են տեսնեն ինչ է եղել բայց հիմա հետ են նայում որ տեսնում են այդ ժամանակվանից 20 տարի կամ մի քիչ ավել ինչու դպրոցը չի հետևել տեսնում են վերջի անգամ 2005 թվին հետևեն են հետո մի ձև էլ չեն կարողացել գիտեք crack-ների մեջ անգլերեն ասում են այսինքն հայտնի չի լինում դպրոցը ինչու թղթերը կորցնում է չեն գալիս հետևեն հաճախ այդպես չի լինում բայց սրա համար յուրահատուկ այդպես է լինում ու կորցնում են այս երեխայի գոյությունը կորցնում են ինքը ասում է իմ հորեղբայրս ինչ ժամանակ կգար բայց վախենում էի մի բան ասեմ հետո այս իմ խորտ մայրս բոլորին կտրեց մեր տնից որովհետև անընդհատ իրենց հետ քայլում էր եթե ինձ մոտենան տեսնեն ինչ եմ խոսում ու վերջը ազգականները իրենց կապը կտրվում է այս ընտանիքի հետ եւ սա 20 տարի այստեղ բանդարկված է լինում ես հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ իրեն պատկերը տեր չկա ինձ հարցնում են ասացի տեր չեն արձակել պատկերը սա մայրն է որ տատի նախնական տատի տարեն են տատարան ասում եմ հրդեհեցի որտեվ իմ ազատությունն եմ ուզում my freedom ատամները բոլորը իհարկե փթածը որտեվ ոչինչ չի ունեցել it all appear to be rotten տեսնում եք այստեղ եւ խիստ նվազած նիհարած բոյը ինչ ասացի ձեզ 68 pound մոտարապես 31 կիլո անձնավորությունը պատկերացրեք 173-4 սանտիմետր անձնավորությունը ասում եմ ես հատկապես կրակը ստեղծեցի երկրորդ հարկում որ բանդրարկված էր լայթերի միջոցով լույս այդ եւ hand sanitizer մի բան տվեն են ձեռքը մաքրի դրան բարեն է եւ թուղթ լցրեն է որպեսի կրակը հանկարծ չմարի որովհետեւ մտածեն է դա միակ բախտն է իրեն ուրեմն այսպիսով կարողանում է այստեղ ամեն օր ասում այդտեղ բանդարկված են տեսնում եք լրիվ կյանքս եւ ինչ որ ցեզ ասացի զուգարանի միջի ջուրը խմել է որովհետեւ 2 բաժակ ջուր էին օրական իրեն տալիս սա անսովոր դեպք է այս երկրում նաեւ 11 տարեկանից հետո դպրոց չեն թողել գնալ տանն է մնացել եւ ասում եմ դպրոցում միշտ ուրիշների ուտելիքն է գողանում եւ այսպես տեսնում եք մորը տեսնում եք մայրիկին իրեն փաստաբանն է տատարանում այս կնոջ փաստաբանն է 300,000 բեյլ էին որոշել որ թվում է որտեղ բնակարան ունի կարողանում է հարմարացնի բայց ամենայն դեպս այդ տղային էլ տարեն են եւ հիվանդանոցում է մնում ես ուզում եմ շարունակել եւ խոսել birthright certificate նախագահ Թրամփը ասում է որ այսինքն հրամաներ տվել որոնք այն մարդիկ որ իր ցանկությունն է որ ամեն երեխա որ այստեղ ծնվում է հիմա օրենքը այսպես է որով ծնվում է այստեղ ամերիկացի է համարվում անկախ դրանից ծնողը իրավունք ունի այստեղ լինելու թե անօրինական եկեն այստեղ դրա համար է տեսնում եք աշխարհով մեկ այս անօրինականները գալիս են այստեղ կամ երբեմն երեխին ղրկում են իրենք չեն գալիս սահմանի վրա երեխին մենակ ուղարկում են 3 տարեկան 4 տարեկան 14 տարեկան ղրկում են որպեսի երեխան գալիս այստեղ citizen-ը դառնալու հետո իրեն միջոցով երևի առիթը կունենան ամեն դեպս նախագահ Թրամփը ստորագրել է որ չի կարելի այդպես մենակ նրանք որ մեկ ծնողներից մեկը citizen լինի կամ green card ունենա այդ երեխան եթե այստեղ ծնվել է նա պիտի դառնա այստեղի citizen հիմա 4-րդ հավելումը այս երկրի 14-րդ 14th amendment-ը եւ մանավանդ որ 1898-ին այն ժամանակվա Գերագույն Ատյանը այդ ժամանակ Անտոնեն էր ասել այո այսպես է
Հիմա այս հարցն է, որ դատարան տարին են, դատարանը չի ընդունում, ֆեդերալ դատավոր չի ընդունում։ Բայց մի ձև է, որ expedite արագացնելու համար նախագահը դիմում է Գերագույն ատյանի այս երկրի, որ այնտեղ 3 հոգի ինքն է նշանակել, 3 ուրիշներ Republican գաղափարներին մոտիկ են կամ հակում ունեն, հիմա ինչպես կարող է, երբ այս դատը ընդունեն, որ վճիռ տան, ուսումնասիրեն վճիռ տան, արդյոք կընդունեն, որ մեկ անգամից Գերագույն ատյան գնա, թե պետք է առաջնական դատարան գնացեն, վերանայման դատարան գնա, հետո իրենց մոտ գնա դատարանը, դրանք բոլոր հարցեր են երևի կտևեն, ամենայն դեպս Թրամփի նպատակն է, որ օր առաջ այս հարցը լուծվի, դրա համար, եթե արդեն շատ ժամանակ չի Թրամփի ինչ որ նախագահ է դարձել ընդամենը 55 օր է մասա մոտավորապես որ նախագահ է, ուրեմն այս հարցը սկզբից իրեն համար կարևոր էր, շարունակենք եւ տեսնում եք Գերագույն ատյանին դիմելով ցանկությունն է որ օր առաջ այս հարցին լուծում տան հունվարի 21-ին, այսինքն հունվարի 20-ի կեսօրին նախագահ է դարձել 21-ին այս հարցն է բարձրացրել Թրամփը ինչ որ այստեղ տեսնում եք իր խորհրդատուներն են եւ լրագրողները որ այս մասին խոսում է Թրամփը Սա Կալիֆոռնիայի դատախազը Բանթա անունով եւ 12 ուրիշ նահանգներ տեսնում եք Կալիֆոռնիայի ներկայացնի տունն եք տեսնում, պալատն եք տեսնում նրանք դատ են բացառել Թրամփի դեմ որ Սա հակա սահմանադրական աշխատանք է ինչ որ ցանկությունն է ուրեմն նրանք նաև 12 նահանգներ պիտի կան այս գլխավոր ադյանի արխիվը ինչ որ տեսնում եք այստեղ վերջի վերջո իրենք են որ վերջին որոշումը պիտի տան այս վերաբերյալ հիմա տեսնենք Ես ուզում եմ շարունակել եւ խոսել հիմա Ուկրաինայի մասին, որ ցույց տալ պատերազմը շարունակվում է, թեև նախագահ Թրամփը ասել է, որ զինադադար պիտի լինի, բայց նախագահ Պուտինը դեռ վերջնական չի ասել, որ պատերազմ կանգնեցնելու, ասել է, որ համաձայն է, որ բանակցության միջոցով հարցը լուծեն։ Մի բան, որ հստակացրել է միշտ նախագահ Պուտին, որ անկախ դրանից ինչ է պատահելու Ուկրաինան չի կարող միանալ ՆԱՏՕ-ին կամ Եվրամիության կազմին չպիտի միանա պետք է մնա այդպես անկախ մի երկիր եւ նրանք մտահոգ են եթե ՆԱՏՕ-ին չմիանա ուրեմն Պուտինը հետո ապագայում նորից հրամանք տա ավել տարածքներ կգրավի տա իրենց Ուկրաինայի մտահոգությունը Ես այստեղ ուզում եմ ցույց տամ պատերազմի ժամանակ սա նկուղների մեջ է, բեյսմենտների մեջ է ուկրաինացի զինվորականներն են, որ այնտեղ քննում են իրենց վերքերը եւ ինչ որ պետք է կատարվի, այդտեղ կատարվում է, տեսնում եք, այդ նկուղների մեջ են, որովհետեւ վտանգ է սպառնում անընդհատ իրենց։ Ես ուզում եմ խոսել նաեւ Բիլի Ջոլի մասին։ Բիլի Ջոլ Տեսնում եք այս հայտնի երգիչ է ամերիկացի 75 տարեկան է նախապես նաև Էլթոն Ջոնի հետ ճանաչված անգլիացի երգիչի հետ միասին սկսեցին երգել տարբեր կոնցերտներ կազմակերպել այս կոնցերտների հետևանքով միլիոնավոր դոլարներ Բիլի Ջոլը նախապես 2 միլիոն ստանում էր, որ մեկ կոնցերտի մասնակցի, հետո բարբերաբար բարձրացավ 3 միլիոն եւ հիմա 4 միլիոն 300 հազար իրեն պիտի վճարեն, որ մեկ կոնցերտի մասնակցի։ Հիմա տեսնում եք այս կոնցերտներից մեկն է այս բարձրախոսը, տեսնում եք, այս երկաթը ինչ որ բարձրախոս տրվում է վրան, վերցնում է ու գցում է մարդկանց մեջ ինքը վայր է ընկնում։ Եթե 75 տարեկան մարդը այդպես վայր ընկնի հաճախ կոտրում է ձեռք, ոտք եւ այլն բախտավոր է թվում է այս Բիլի Ջոլը
որ այդպես չի լինում 4 անգամ ամուսնացել է եւ հիմա իրեն 4-րդ կնոջ հետ է ապրում Բիլի Ջոել 75 տարեկան տեսնում եք այդտեղ ես մի տաթար վերցնեմ երբ վերադառնամ տաթարից ընձուխտի մասին վագրի մասին եւ մի աղջիկ որ երբ որ երիտասարդ էր 12-13 տարեկան էր երկելիս մոռանում է բառերը 22 տարի հետո գալիս է որ նույն երգը երգի հանրության համար ցուցադրեմ եւ վերջավորությանը արծիվը ծագեր էր ունեցել դրա մասին խոսեմ իսկ ծրագիրը հովանավորումը է Սոնաֆետ արհեստների կենտրոնն է հովանավորում ծրագիրը Սանլենդ քաղաքում է գտնվում իրենք բաս ունեն մինիբաս ունեն ցես կտանեն ու կվերադարձնեն Jackpot հովանավորում է ծրագիրը եթե իրենք եթե սպեշիալներ ցուցադրեմ այս երկուսը Հայաստան պետք է նվերներ ղրկեք երկուսը $15 է կամ դուք գնում եք ձեզ հետ տանեք տապատ տեսնում եք այստեղ երկուսը $15 է այնտեղ նաև կգտնեք թանկարժեք պայուսակ կոշիկ անպայման այցելեք Jackpot թահանգաքաղաքում անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը որ այս ինչ որ մեքենան տեսնում եք կարող եք մատով սեղմում եք այնտեղ անկույս պիստաշիո բադամ լցեք մեջ եթե ուզում եք մանրացնել եթե այդպես հարկավոր է կամ վարունգ պամիդոր ինչ որ կուզեք այս մեքենան կատարում է անպայման փորձեք ընդամենը $14.99 անաշե գիֆտ գտնում եք Glenox փողոցի վրա 1937 West Glenox կվերադառնա Denver, Colorado-ում այս ընձուխտը, տեսնում եք ջրաֆը ծակ է ունեցել, շարունակենք հիմա, տեսեք գեղեցկություն այս ծակի եւ նաեւ մեկ ուրիշ տեղ Nashville, Tennessee մյուսը վագրը ծակ է ունեցել, տեսնում եք կանգներն է, գիտեք կենթանիները անմիջապես հնարավորություն են ունենում իրենց գուրգուրանքի ծնողների եւ սկսում է շուտ քայլել այսպես տեսնում եք անուններ են որոշում մարդիկ որ ասացեք որն եք սիրում մարդկանց հարցում են քուջալի այս Nashville Tennessee-ում այս վագրի ծակն եք տեսնում այստեղ որտեղ այնտեղ խնամք են տանում որ ծակը գիտեք վագրը վտանգված կենթանիներից մեկն է այդտեղ տեսնում եք կաթենք են տալիս իրենց 10,000 վագր կա բոլոր աշխարհում եւ մարդկանց ասել են որ donation արեք այդ շրջանը $1 տվեք վագրին եք տեսնում ծակին եք տեսնում ավել շուտ եւ ընձուխտը երկուսը ծակեր են ունեցել տարբեր ասացի մեկը Denver Colorado է իսկ մյուսը Nashville Tennessee-ում է այդ կազանանոցները ես ուզում եմ խոսել Նաև մեկ աղջիկ, որը 22 տարի առաջ գալիս է բասկետբոլի մեկ մրցակցության ժամանակ երկրի հիմներքը National Anthem-ը միշտ հրավիրում են մեկը գալիս է երգելու։ Այս աղջիկը գալիս է, հիմա քիչ հետո ձայնը կլսեք, գալիս է երգելու, իսկ հանկարծ բառերը մոռանում է։ Եվ այդ թիմի այս Portland թիմի Trailblazer այդ մարզիչը իրենց թիմի գալիս է իրեն օգնելու դա է որ կտեսնեք մեկ այդ թիմի մարզիչը գալիս է երբ տեսնում է այս աղջիկը այսպես հանրության առաջ հանկարծ մոռացել է չգիտի ինչ անի օգնության է գալիս իսկ 22 տարի հետո իրեն հրավիրում են միասին տեսնենք Oh, say can you see Այսպես տեսնում եք, սկսում է գեղեցիկ, բայց we held at the stars like stars տեսնում եք, հետո չի կարողանում շարունակի ramparts
as we walk. Եվ միասին օգնում է երգում է իր հետ։ And the rockets rattling. Եվ այսպես տեսնում եք, վերջավորությանը բոլորը գնահատում են, այսպես տեսնում եք այս երիտասարդ աղջկան 13 տարեկան է լինում։ Իսկ հիմա իրեն հրավիրեն են 22 տարի հետո հրավիրեն են նորից, որ կա Oh, say can you see? որպեսի այնինչ որ այն ժամանակ սա մարզի չներ նայը։ Եվ ահա այսպես կարողանում է հաջողությամբ ավարտի այնինչ որ 22 տարի առաջ չէր կարողացել ավարտել։ Իսկ վերջավորության ես ձեզ հաղորդել էի Սան Բերնարդինոյում երկու արծիվ 3 ծակ են ունենում, իսկ թվում է հիմա տեսնում եք շատ ձյուն է եկել, անձրև եկավ, ձյուն եկավ, թվում է ծակերից մեկը տեսնում եք մայրն է որ աշխատում է պահի պաշտպանի իր ծակերին Big Bear-ում, այդ տեսնում եք Սան Բերնարդինա Big Bear-ում եւ թվում է մեկ ծակերից չի կարողացել, այսինքն մահացած կարողա լինի, երկուսը ողջ են, մեկը անսովոր էր որ 3 ծակ ունենա, որտեղ միշտ 1 կամ 2 են ունենում, սա անսովոր դեպք էր, բայց ամենայն դեպս հիմա կհստակացնեն հետո բացատրում էին, որ կարող է որ իրենք տեսնում եք բավական այսպես ապահովված են մազերով, իր մաշկով եւ այլն, ծակերը ծնվում են, ոչինչ փետուրներ չունեն, այսպես որ ապահովեն եւ հիմա հետո կհստակացնեն, որ ինչ եղավ երրորդ ծակին, ինչ պատահեց։ Ծրագիր եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։